ատոմականները կսպասարկեն եւ Ռուսաստանին եւ Իրանին, դա բլեֆ է, դա սուտ է, Իրանը դեմ է դրան եւ մենք մի անգամ եւս Իրանին գցում եք շատ վատ վիճակի մեջ, Իրանը երբեք չի համաձայնվի ատոմականներ իր քթի տակ կառուցվի։ Ուստի ես կարծում եմ քաղաքական առումով սա ավանտյուրա է, շատ լուրջ արկածախնդրություն է։ Մենք մարտահրավեր ենք նետում, ընդ որում չեն էլ թաքցնում այդ ֆիրմայի ներկայացուցիչները կամ ամերիկացիները, որ դրանով իրենք այլընտրանք են առաջարկում գործող բաներին, կայաններին, գործող սպասարկումներին, տեխնոլոգիաներին, գիտական, կադրային խնդիրներին, դա շատ դժվար process է, եթե ուզում ես մի համակարգից անցնես մյուս համակարգին, քաղաքական մասը չհաշված, այնպես որ Թուրքիայի իրենց ներկայացրած Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ կապված այս բլեֆը եւ իրենց ես կարծում եմ իրենց ամփոփիչ նյութը այս այցելության հետ կապված, իրենք ասում են, որ հաստատի այս ատոմականների կառուցումը Հայաստանում ավելացնում է ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունը Հայաստանում առանց ֆորմալ ռազմական բազայի ձևաչափի, ինչը բխում է տարածաշրջանում հավասարակշռված պաշտպանության քաղաքականությունից։ Սա իսկապես ավանտյուրա է։